Եկեք Հռոմեացիս թուղթը բացենք 8-րդ գլուխ Հռոմեացիս 8:29 եւ կարդանք մի հրաշալի խոսք որովհետեւ նրանց որ առաջ ճանաչեց առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու որովհետեւ նրանց որ առաջուց ճանաչեց առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու Հռոմեացիս 8:29 Աստված նրանց որ առաջուց ճանաչեց մեզ նրանց էլ սահմանեց նորից մեզ սահմանեց իր որդու այսինքն Հիսուսի պատկերին կերպարանակից լինելու Աստված մեզ սահմանեց այսինքն որոշեց ցանկացավ կամեցավ իր որդու պատկերին կերպարանակից լինելու այսինքն մեզ նմանացնելու Քրիստոսին Սա Աստծո կատարյալ կամքն է ամեն մեկիս համար ամեն մի իր զավակի համար գիտեք որ Աստված երբեք ոչ մի բան հենց այնպես չի անում Աստված ամեն բան ինչ որ անում է կամ ստեղծում է ունի նպատակ հա թե բնության մեջ մարդկանց մեջ կենթանիների ամեն բան ինչ որ Աստված անում է նա ստեղծում է նպատակով եւ մեզ որ կանչեց սահմանեց ընտրեց նրա նպատակը կատարյալ կամքը մեր համար սա է Հիսուսին նմանվենք Հիսուսին նմանացնի մեզ Հիմա եկեք այսօր սենց անկեղծ լինենք եկեք այսօր անկեղծության առավոտ է անկեղծության ծառայություն է չէ արեք լավ մեկս մյուսի հետ անկեղծ չլինենք նու առաջին հերթին մենք մեր հետ արեք անկեղծ լինենք շատ անկեղծությունդ մի հիմա արտահայտի արի քո մեջ պահի որպեսզի մեկս մյուսից չգայթակղվենք բայց արի մենք մեր հետ անկեղծ լինենք Արդյոք մենք տեսնում ենք մեր մեջ փոփոխությունը Քրիստոսի դեպի Քրիստոսի կերպարանքը, դեպի Քրիստոսի պատկերը, հա? Արդյոք մենք տեսնում ենք մեր մեջ, ես տենց եմ անվանել իմ խոսքը, փոփոխություն տեսնում ես։ Գիտես, լինելով ամեն մեկս ինչ որ չափով, ինչ որ ժամանակահատված կա, հա, որ մենք ապաշխարել ենք, Աստծո մեջ ենք, եկեղեցու մեջ ենք եւ Արդյոք մենք տեսնում ենք փոփոխություն։ Իհարկե միգուցե բոլորս արեք մենք մեր ներսում ենք հիմա պատասխանում։ Միգուցե ասցիր դե մի քիչ տեսնում եմ, չգիտեմ ոնց ասցիր, Աստված գիտի, դու գիտես։ Բայց արդյոք մենք տեսնում ենք այն փոփոխությունը, որը որ Աստված կուզենար տեսներ մեր մեջ։ Արդյոք մենք Քրիստոսի պատկերին նմանվում ենք ժամանակին համահունչ, հա, որտեղ Պողոս առաքյալ օրինակ Եբրայեցիների թղթում ասում է ժամանակին նայելով պետքա այս մակարդակի լինեիք, հա, բայց այս մակարդակի եք։ Այսինքն կա ժամանակ, որ այդ ժամանակին համահունչ մենք պետքա աճենք, փոխվենք ու նմանվենք Քրիստոսին։ Եվ Աստված ժամանակների մեջ ակնկալիք ու սպասում ունի մեզանից։ Հիշում եք, որ Հիսուսը նույնպես մի առակա պատմում, որ այգու տերը մի օր եկավ, թզենի էր տնգե եւ 3 տարի արդեն պտուղ չէր տալի, հետո այգեպանին ասեց, արի կտրի ես թզենին, այգեպանը համուզեց, ասեց լավ, թող մի տարի էլ մնա, մի քիչ համբերենք, մի քիչ խնամենք, միգուցե մյուս տարի պտուղ կտա, այսինքն ինչի համար էր Հիսուսը պատմում այս առակը, որտեվ Աստված ժամանակի հետ կապված մեզանից ակնկալիք ունի, սպասում ունի։ Եվ որ թզենուն մոտեցավ, ասեց 3 տարի է, շեշտեց, որ 3 տարի անցել է, որոշ ժամանակ է անցել, եւ այս ժամանակի համաձայն պետքա այս պտուղները լինեն, բայց չկա։ Այսինքն այս չափի փոփոխություն պետքա լիներ, բայց չկա։ Աստված ժամանակի հետ կապված մեզանից սպասումներ ունի։ Ամեն։ Եվ արդյոք հիմա մենք մեր հետ անկեղծ լինելով
Արդյոք մենք այդ ժամանակին համահունչ աճում ենք ու փոխվում ենք։ Արդյոք ժամանակին համահունչ մենք նմանվում ենք Քրիստոսին։ Հա, այստեղ տարբեր ժամանակահատվածի քրիստոնյաներ կան։ Մեկը 5 տարի է, մեկը 20 տարի է, մեկը մի տարի է, մեկը, չգիտեմ, 10 տարի է։ Տարբեր ժամանակահատվածներ ունենք, հա, ամեն մեկս Աստծո մեջ։ Եվ արդյոք այդ ժամանակին համահունչ ու համապատասխան մենք փոխվում ենք, փոխվել ենք եւ Քրիստոսի կերպարանքը կրում ենք մեր մեջ։ Գիտես, շատ ժամանակ մենք նկատում ենք, եթե ինքներս մեր հետ անկեղծ լինենք, կարանք խոստովանենք ինքներս մեզ, հա, որ ժամանակը անցնում է, երբեմն տարիները անցնում են, բայց մենք ինքներս մեր անձերը քննելով, որտեղ Աստծո խոսքը ասում է քննեք ձեր անձերը, հա, մենք մեր անձերը քննելով կարանք նկատենք, կարանք տեսնենք, որ մենք դեռ ունենք նույն սխալ բնավորությունները, ինչը որ ունեցել ենք, մենք դեռ ունենք նույն սխալ սովորությունները, ինչը որ ունեցել ենք, մենք դեռ ունենք նույն արձագանքները նույն իրավիճակներին, հա, 5 տարի առաջ հանդիպում էիր այդ իրավիճակին արձագանքում էիր ինչ-որ մի ձև, 3 տարի առաջ հանդիպեցիր նորից նույն ձև արձագանքեցիր, մի շաբաթ առաջ այդ իրավիճակին հանդիպեցիր, նորից նույն ձևով արձագանքեցիր, նույն ձևով բացասականը նկատի ունեմ, ոչ Աստծուն հաճելի ձևով, հա, եւ մենք կարանք ստեղից քննենք մեր անձերը, արդյոք մենք, գիտես, եթե դու տարիներով նույն իրավիճակներին հանդիպում ես, հա, ու նույն ձևով է քո արձագանքը, սա նույնպես ցույց է տալիս, որ փոփոխություն չկա կամ շատ քիչ է քո մեջ։ Որովհետև Քրիստոսի կերպարանակից լինելը հենց սա է, որ գիտես, Քրիստոսը հանդիպում էր տարբեր իրավիճակների, Աստծո խոսքը ասում է, որ ամեն բանով փորձվեց Հիսուսը, ամեն ինչ որ մտքովդ կանցնի, Հիսուսը փորձվել է դրանով։ Ինչով որ այսօր ես ու դու փորձվում ենք, Հիսուսը դրանով փորձվել է սիրելիս, բայց ասում է նա կատարյալ գտնվեց։ Հա, Հիսուսը ճիշտ արձագանք էր տալիս իրավիճակներին, որը որ մենք կարող ենք կարդալ ավետարաններում։ Եվ կարող ենք համեմատել, կարող ենք տեսնել, արդյոք իմ արձագանքը կամ նայելով մեր անցյալը, քննելով մեր տարիները, մեր ընթացքը հոգևոր, հա, արդյոք նույն բնավորությունները իմ հետ քաշ եմ տալի տարիներով, նույն սովորությունները, նույն մեղքերը, նույն արձագանքը, նույն հոգևոր գիտելիքը, գիտությունը, հա, երբեմն կարանք տարիներով լինել եկեղեցում, ինչ գիտեիր Աստծո մասին 5 տարի առաջ, նույն բանը այսօր գիտես, ոչ մի բան ավել չգիտես։ Գիտես, սա նորմալ չի, մենք պիտի գիտությունով նույնպես աճենք, որտև գիտությունը կարևոր է մեր համար։ Մեր հավատքի մակարդակը նույնպես պիտի աճի։ Քրիստոսին կերպարանակից լինելը նշանակում է, որ քո հավատքի մակարդակը պիտի աճի, հա։ 2 տարի առաջ ունեիր ինչ-որ չափով հավատք, այսօր էլ ունես այդ նույն հավատքը։ Այսօր էլ հանդիպում ես իրավիճակների, նորից վախերն, գիտես, հավատքը, ասեմ, ունի գործեր, հա։ Աստվածաշունչը ասում է հավատքը ունի գործեր։ Եվ ասեմ, ինչքան քո հավատքը բարձրանում ու աճում է, այդքան քո հավատքի գործերն են աճում հավատքիդ հետ։ Այսինքն հավատքը մի հատ sense abstract ու չերևացող բան չի, սիրելիս։ Հավատքը գործնական մի բան է։ Եթե դու ունես հավատք, քո հավատքը զուգահեռ քայլում է քո գործերի հետ, քո կյանքի տարբեր գործերի։ Ես չեմ ուզում հիմա մանրանամ, մենք ժամանակը պիտի փորձենք խնայենք, բայց հավատքը ունի գործեր, և դու կարող ես քննել քո գործերով։ Գիտես, հավատքը շատ ժամանակ այո ռիսկի է դիմում, շատ ժամանակ անտրամաբանական քայլերի է գնում, հա, շատ ժամանակ քո սեփական ուղեղին հակառակ է գնում, որտև Աստծո խոսքը ասում է մի ապավինիր քո հասկացողությանը, այլ ամբողջ սրտովը Տիրոջը վստահի, առակաց գրքում։ Այսինքն հավատքը քեզ դրդում է որոշ քայլերի, որոշ գործերի, որ քեզանից մեծ է, քո կարողությունից մեծ է, քո հասկացողությունից մեծ է, ռիսկային է, մարդկայնորեն ռիսկային է,
Բայց գիտես, հավատքը քեզ դրդում է այդ գործերի։ Հիմա մենք քննելով մեր կյանքը, մենք խոսում ենք փոփոխություններից, հա։ Արդյոք ես իմ հավատքի մեջ տեսնում եմ փոփոխություն։ Թե նույն ձևի է կամ հլը մի բան էլ հետ է գնացել, ժամանակին հավատքով ինչ որ ուժեղ բաներ էի անում, հավատքով ինչ որ գործեր էի անում, հավատքով գողիաթներ էի տապալում, այսօր էդ էլ չեմ կարում անեմ։ Այսինքն երբեմն կարա փոփոխությունը լինի դեպի հետ, սա ավելի վատ, ավելի տխուր, ավելի վտանգավոր է։ Գիտես, պատճառներից մեկը սիրելիներ, ինչի համար որ մենք այդ ժամանակին համահունչ չենք աճում, այսօր շատ կարևոր բան եմ խոսում իրականում։ Ու պիտի խնդրեմ, որ միտքդ կենտրոնացնես այս խոսքի վրա, հա, որտեվ այս խոսքը արթնություն կարա բերի քո կյանքի մեջ, այս խոսքը կարա սթափություն բերի քո կյանքի մեջ։ Այս ուղերձը ուղղակի ընդունի Տիրոջ սրտից քո կյանքի մեջ, սիրելիս։ Շատ ժամանակ պատճառը, երբ որ մենք մեր կյանքերում փոփոխություն չենք նկատում, առաջընթաց չենք նկատում, հա, հոգևոր աճ չենք նկատում, պատճառներից մեկը սա է, որ մեր հոգևոր կյանքը վերածվում է երբեմն կրոնավոր պարտականության, կրոնավոր սովորությունների, իներցիայի, հա, մենք արդեն քանի որ սովորել ենք ինչ-որ բաներ անել, մենք գիտես մարդը, երբ որ ինչ-որ ժամանակ սովորաբար հոգեբաններն են ասում, 21 օր, կարծեմ, 3 շաբաթը բավական է, որ մարդը ինչ-որ բան իր մոտ սովորություն դարձնի։ Սկսի մի բան անես 3 շաբաթ ու դա դառնում է քո մոտ սովորություն։ Սկսի մի բանի շուրջ մտածես 3 շաբաթ, քո միտքը սկսում է վարժվել այդ ուղղությունով։ Սա հոգեբանական, ուրեմն բան է, հա, վերջը, հոգեբաններն են տենց ասում։ Եվ շատ ժամանակ հոգևոր կյանքը դառնում է մեզ համար, քանի որ տարիներ շարունակ մենք սովորում ենք գալ եկեղեցի, աղոթել, երգել, փառաբանել, ինչ-որ գործողություններ անել, եւ այդ իներցիայի տակ մենք անում ենք, ավտոմատ կերպով անում ենք։ Ոնց է որ մեքենա քշելուց դու ընդհանրապես չես էլ մտածում էլ, հա, ովքեր որ ինչ-որ ժամանակ մեքենա են քշում, դու ընդհանրապես չես էլ մտածում ինչ գործողություններ ես անում, ավտոմատ անում ես։ Դու կարող ես մտքով լրիվ ուրիշ տեղ ես, ինչ-որ մեկի հետ ես խոսում, հեռախոսով ես խոսում, հաց ես ուտում, չնայած տես բաներ մի արեք, բայց գիտես դու կարաս քո մտքով կենտրոնացած լինես լրիվ ուրիշ բանի վրա, բայց մեքենատ քշես ու գաս հասնես ինչ-որ A կետից B կետ ու հետո զարմանաս, ասես, բայց ոնց եկաս տե, ոնց ու փորձես հիշես process-ը, այդ ընթացքը դաժե չհիշես էլ, որտեվ ավտոմատ դու եկել ես, մանավանդ եթե այդ ճանապարհը ծանոթ է քեզ, սովորես։ Այսինքն բաներ կա մեր կյանքերում, որ դառնում է ավտոմատ, մեխանիկորեն մենք դա անում ենք առանց գիտակցելու, իներցիայի տակ անում ենք ուղակի։ Աստվածաշունչը Սաղմոսում ասում է կանգնեք եւ ճանաչեք, որ ես եմ Տերը։ Կանգնեք, գիտես, երբեմն Աստված ուզում է, որ դու քո սրտի մեջ, քո մտքի մեջ մի պահ կանգ առնես։ Կանգնիր, սիրելիս, մի հատ վերանայիր քեզ, մի հատ քննիր քեզ, մի հատ սթափիր քեզ, սթափության բեր ինքդ քեզ։ Աստված չի ուզում, որ մենք իներցիայի տակ ապրենք ու գնանք։ Ամեն, Աստված չի ուզում, որ Աստված պաշտությունը կրոնավոր ինչ-որ սովորությունների վերածվի մեր մոտ։ Գիտես, ես ասեմ մի բան, կովիդից հետո, երբ որ մի քանի տարի առաջ կովիդը որ եղավ, Ամերիկայում եւ նույնպես ուրիշ տեղերում, բայց հատկապես Ամերիկայում, գիտեք, մեծ եկեղեցիներ կային, բազմահազարանոց անգամ, որոնք որ կովիդից հետո դատարկվեցին։ Իհարկե նույնպես հակառակն էլ եղան արթնություններ, նույնպես եղան եկեղեցիներ ծնվեցին, եկեղեցիներ, որ բազմացան, արթնություններ բռնկվեցին կովիդի ժամանակ եւ հետո, բայց նույնպես եղան դեպքեր, որ կովիդից հետո մեծ եկեղեցիներ ուղղակի դատարկվեցին, գիտեք ինչի,
որովհետև այդ բազմահազարանոց ժողովուրդը իներցիայի տակ տարիներով գալիս էին այդտեղ։ Հենց կովիդը պատճառ եղավ, որ մի քանի ամիս եկեղեցի չգան, այդ իրանց եկեղեցի գալու սովորությունը կտրվեց ուղակի, որովհետև որպես կրոնավոր սովորություն դարձած, իրանք ամեն կիրակի բերում էին կամ ամեն խմբակի բերում էին կամ այդ հոգևոր գործողությունները սենց իներցիայի տակ սովորություն դարձած անում էին։ Բավական էր մի հատ վիրուս, մի քանի շաբաթվա ամսվա դադարներ, որ եկեղեցիներ որոշ դատարկվեին։ Աստված չի ուզում, սիրելիներ, որ մենք անփոփոխ մնանք։ Գիտեք, մենակ Աստված է, որ երեք, այսօր ու հավիտյան նույնն է։ Հավատացյալները կանչված են փոփոխության։ Մենք կանչված չենք երեք, այսօր ու հավիտյան նույնը լինելու։ Ցավոք սրտի երբեմն մարդիկ ունայում ես 3 այսօր 20 տարի առաջ տեսել ես ոնց կարը տենց կա։ Ինքը նույնն է։ Այս խոսքը մենակ Աստվածաշնչի որ մի քանի խոսքերից մեկն է, որ մեզ չի վերաբերվում։ Ամեն։ Աստվածը նույնը, բայց մենք կանչված ենք փոխվելու։ Մենք կանչված ենք փոխվելու եւ Աստված չի ուզում, որ մենք կրոնավոր սովորությունների մեջ ապրենք։ Սիրելիս, կրոնը կարա արտաքին արհեստական պատկեր հագցնի մարդու վրա, բայց իզորու չի ներսից փոխել մարդու էությունը։ Իմ համար ամենազզվելի բաներից մեկը դա կրոնի ոգին է, դա կրոնավորությունն է, որը որ գիտես մեղավորը գիտես մեղավոր է, սուրբը գիտես սուրբ է, բայց կրոնավորությունը դա քողարկված մի հատ վիճակ է, որ դու չգիտես այդ մարդը ինչպիսին է։ Կրոնի ոգին ամենակեղտոտ ոգին է, որ գալիս ու ամեն բան անում է։ Շատ խորամանկորեն փաթաթվելու Աստծո ժողովրդի վրա։ Այո, ինքը կարա արհեստական աստվածապաշտություն հագցնի քեզ, բայց կրոնը երբեք չունի զորություն ներսից սիրելիս փոխելու քեզ։ Ամեն։ Մենք կարանք շատ գործողություններ անենք, շատ բաներ անենք, բայց ներքուստ փոխված չլինենք։ Գիտես, փոփոխությունը սկսում է ներքուստ։ Եթե ներսը մաքուր է, դուրսը մաքուր կլինի, Հիսուսն ասում էր, ամեն։ Սուրբ Հոգին եկել է մեր ներսը, Աստծո կյանքը եկել է մեր ներսը, որպեսզի ներսից մեզ սկսի փոխել։ Եվ հետևաբար, եթե ամեն մեկս արեք քննենք մեզ, եթե դու բավականին ժամանակա, որ Աստծո մեջ ես, եկեղեցում ես ու փոփոխություն չես տեսնում քո կյանքում, արեք անկեղծ լինենք, եթե փոփոխություն չես տեսնում կամ շատ փոքր ես տեսնում, ուրեմն ինչ որ բան այն չի սիրելիս։ Ամեն, ինչ որ բան այն չի։ Եվ եկեք մենք մեզ չխաբենք։ Դες հայտնության գիրքը 22 գլուխ, վերջին գլուխը Հիսուսը, որտեղ որ խոսվում է Տիրոջ գալուստի մասին, Հիսուսի վերադարձի հափշտակության մասին, եկեղեցու փառավոր այդ վիճակի, այդ վարձքի մասին, որ պիտի լինի, Հիսուսն ինչ ասում, վերջի խոսքերից մեկն ասում է սուրբը թող ավելի սրբվի, պիղծը թող ավելի բղծվի։ Գիտես, Աստված չի ուզում, որպեսզի ես ու դու խաբված լինենք։ Ամեն, մենք պետք է հասկանանք ինչ ենք անում և ինչի համար ենք անում։ Եվ Աստված չի ուզում, որպեսզի ես ու դու իներցիայով ուղղակի գործողություններ կատարենք, ինքներս մեզ խաբելով, որտև Սուրբ Հոգին եկել է ռեալ, իրական փոփոխություններ բերի մեր կյանքի մեջ։ Հիսուսը սիրելիս ընենց մեծ գին է վճարել։ Ոչ թե այդ գինը վճարելա, որ մենք սովորությունների մեջ ապրենք։ Առանց Հիսուսի զոհի էլ կարայինք ապրեինք սովորությունների մեջ։ Բայց Հիսուսը վճարելա գին, որպեսզի Աստծո կյանքը գա իմ ու քո մեջ եւ սկսի ներսից ինձ ու քեզ փոխել։ Ամեն։ Աստված չի ուզում սիրելիս նույն
մեշոկը մեր ուսերին դրած տարիներով բերենք եկեղեցի ու հետները ստանենք տուն։ Նույն բնավորությունները, նույն սովորությունները, նույն մեղքերը, նույն կապանքները, նույն հավատքը տկար, հա? Աստված չի ուզում, որ այդ մեշոկը շալակած բերես ու տանես տարիներով։ Հայտնության երկրորդ գլխում, երբ որ Հիսուսը խոսում է եկեղեցիներին, նրանցից մեկին ասում է, հիշիր թե որտեղից ընկար, հետ դարձի ու այդտեղից սկսի։ Նորից մենք տեսնում ենք Հիսուսը կանգնացնում է, ստոպ է տալի, ասում է հերիքա վազվզես, քեզ թվում է ինչ որ բաներ ես անում, բայց ասում է մի հատ ստոպ դու կանգնի, հասկացի որտեղից ես ընկել, հետ գնա, ապաշխարի, նորից սկսի ընթացքդ, իներցիայի մեջ մի ապրի, սիրելիս։ Սովորությունների մեջ մի ապրի, ինքդ քեզ խաբված մի պահի։ Ես ուրիշ կյանք եմ պատրաստել քո համար, ես ուրիշ մակարդակ եմ պատրաստել քո համար, ես ուրիշ օրհնություններ եմ պատրաստել քո համար։ Ես չեմ ուզում, որ դու արհեստական լինես, Աստված չի ուզում արհեստական որդիներ ունենա։ Հետ դարձի ասում է, նորից սկսի։ Մենք կանչված ենք փոխվելու, ամեն, փոփոխության process-ի մեջ լինելու ու փոխվելու։ Ես ուզում եմ քեզ ասեմ, սատանայի հետ երբեք բանակցության մեջ մի մտի։ Գիտես, փոխվելու, խանգարող, չփոխվելու, խանգարող բաներից մեկն էլ սա է, որ մենք սատանայի հետ մտնում ենք բանակցության մեջ։ Գիտես ոնց է դա տեղի ունենում։ Քո մտքի մեջ։ Քո մտքի մեջ։ Սատանան գործում է մեր մեջ մտքի միջոցով, սիրելիներ։ Միտքը դա կռվի դաշտն է։ Հա? Եվ ինքը շատ ուժեղ համոզող է, շատ ուժեղ բանակցող է, նույնպես շատ ուժեղ կեղծ մխիթարող է։ Գիտեք, որ սատանան կեղծ մխիթարիչ է, որտեվ Սուրբ Հոգին ճշմարիտ մխիթարիչն է, բայց սատանայի այդ դիվային ոգին ինքը կեղծ մխիթարող է։ Գիտես ոնց է կեղծ մխիթարում։ Գալիս է եւ քեզ ասում է, հենց ոնց որ դու կաս շատ լավ է։ Կարող է 10-ից վատն ես, բայց 100-ից լավն ես։ Հələ մի հատ նայի կողքդ, հələ այս մեկին հիշում ես, հələ Վարդուշին նայի, հələ Վալոդին նայի, 10 տարի է գալիս է եկեղեցի, բայց հələ սենց սխալներ ունի, քո մոտ ընտիր վիճակը։ Կամ ոչինչ, հիմա դու էլ ես այդ բանը անում, հա, բայց այն մեկին հələ նայի 10 տարի է գալիս է, ինքն էլ է անում, ոչինչ, դու 2 տարի է հələ գալիս ես։ Գիտես ու ինքը սենց բանակցում է քո հետ, ու սկսում է քեզ մխիթարել, ու սկսում է քեզ շոյել, ու դու քեզ ընենց լավ ես զգում դրա մեջ, ասում ես դե որ Վարդուշը 10 տարի է գալիս է, ես հələ 2 տարի է որ ապաշխարել եմ, ես հələ ժամանակ ունեմ փոխվելու, հələ թող իրանք մի հատ փոխվեն, հետո նոր ես կփոխվեմ։ Ու դու վերցնում ես այդ կեղծ մխիթարությունը ու սկսում ես այտենց ամփոփող ապրել Քրիստոսի մեջ։ Ու սկսում ես այտենց ժամանակդ անիմաստ մերցնել։ Բայց Աստծո խոսքը ասում է ժամանակդ ծախու առ, որովհետև օրերը չար են։ Լցվի ժամանակը ծախու առ, որպիսի Սուրբ Հոգով լցվես, իմաստուն եղի եւ ձգտի Սուրբ Հոգու լեցունությանը։ Սիրելիս, Վարդուշն էլ, Վալոդն էլ իրանց համար են պատասխան տալու։ Դու պատասխանատու ես քո կյանքի համար։ Ամեն։ Դու պատասխանատու ես քո կյանքի համար։ Ամեն մեկը պատասխանատու է իր կյանքի համար, իր ընթացքի համար, իր process-ի համար։ Եվ ասեմ մի ուրիշ բան, գիտես բաներ կա այն մեկին կարող է Աստված թույլատրելի, ոչ թե թույլատրելի, բայց Աստված ավելի ողորմած լինի, բայց քո հանդեպ ավելի խիստ լինի։ Որովհետև ում որ շատ կտամ, նրանից շատ կպահանջեմ։ Ամեն։ Գիտես շատ ժամանակ մենք սենց մարդկայինորեն մի ուրիշ ձև ենք չափում։
Բայց Աստծո չափման ձևը լրիվ այլ կերպ է։ Իսրայելի ժողովուրդը ինչ ասես արին չարին Աստված ներում ողորմում էր։ Մովսեսը մի օր շշկրվեց, պետքա ժայռին խոսար, չխոսած, փեդով խփեց։ Աստված ասեց՝ դե վсё, դու քո ճաշը կերար, Քանանի երկիր չես մտնելու։ Բայց ո՞նց եղավ։ Մնացածը ինչ ասես արին, էլ կուրքերի պաշտել, երկրպագել, իրանց երեխեքին զոհաբերել կուրքը, ինչ ասես անում էին։ Այս խեղճ մարդը մի օր շշկրվեց, փեդով խփեց։ Դու չես մտնի։ Բաներ կա, որ կողքինիդ համար միգուցե Աստված ավելի համբերատար կգտնվի, բայց քո հանդեպ ավելի խիստ կլինի, որտեվ քեզ ավելի շատ է տրված, որտեվ դու ավելի շատ ես ճաշակե իրան, որտեվ դու ավելի շատ ես վերապրե իր ներկայությունը, իր այցելությունը, որտեվ ավելի մեծ օծություն կա դրված քո վրա։ Եկեք գնանք առաջ, Հովանես 10-րդ գլուխ, Հովանես 10-րդ գլուխ, 27 խոսքը։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ հետևից գալիս են։ Սա Հիսուսն էր ասում։ Իմ ոչխարները, այս բառից չեք վիրավորվում, չէ՞։ Նորմալ է ձեր մոտ այս բառը, թե։ Հա, վсё, լավ, գնացինք առաջ։ Իմ, լավ, արեք մեղմացնենք, ասենք գառները։ Իմ գառները իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ հետևից գալիս են։ Իմ գառները լսում են իմ ձայնը, ես ճանաչում եմ նրանց, նրանք էլ այսինքն ինձ են ճանաչում, որտև իմ հետևից գալիս են։ Այս իրականությունն է ուզում Հիսուսը տեսնի մեր մեջ, սիրելիս, որ ամեն մեկս լսող լինենք Հովվի ձայնը, բարի Հովվի ձայնը, ամեն, որ ամեն մեկս լսող լինենք Հիսուսի ձայնը, որ ամեն մեկս ճանաչող լինենք նրա ձայնը, ամեն մեկս հետևող լինենք նրա քայլերին։ Գաղտնիքը փոփոխության, մենք խոսում ենք փոփոխության մասին այսօր։ Գաղտնիքը, ամենակարևոր գաղտնիքը, ես կասեմ փոփոխության, դա նրա մեջ է, որ դու նրա ձայնը լսես։ Երբ որ նրա ձայնը սկսում է բարձրանալ քո կյանքի մեջ, քո սրտի մեջ, բոլոր մնացած ձայները սկսում են լռել, փոքրանալ, սիրելիս, անարժեք լինել արդեն։ Երբ որ Հիսուսի ձայնը, որքան որ Հիսուսի ձայնը քո մեջ բարձրանում է քո կյանքի մեջ, բոլոր մնացած ձայները սկսում են լռել։ Մարդկանց ձայները, սատանայի ձայները, քո մարդկային անձնական ձայները սկսում են փոքրանալ ու լռել։ Դրա համար թույլ տուր, որ նրա ձայնը քո ներսում բարձրանա, նրա ձայնը քո սրտի մեջ բարձրանա։ Հիսուսը քեզ կանչել է հենց սրա համար, որ դու լինես մի գառ, որը որ լսում է նրա ձայնը ու հետևում է նրան։ Ամեն։ Տեսեք, մի այսպիսի խոսք կա Աստվածաշնչում, հավատքը աճում է լսելուց և լսելը Աստծո խոսքից։ Շատ անգամ մենք այս խոսքը ասում ենք առանց հասկանալու իրականում դրա խորությունը։ Հավատքը աճում է լսելուց։ Երբ որ մենք կարդում ենք հավատքը աճում է լսելուց, ու եթե մենք սենց փորձենք հասկանանք, այսինքն փորձենք դիտարկենք էսի ընենց ոնց որ հասկանում ենք, ստեղ բոլորս պետքա հավատքի գիգանտներ լինեինք հիմա։ Տենց է թե չէ։ Ասում է հավատքը գալիս է լսելուց։ Մանավանդ եթե դու երկար տարիները հավատքի մեջ ես, ինչքան քարոզներ ես լսել, ինչքան, չգիտեմ, կարդացել ես Աստվածաշունչը, ինչքան սենց Աստծո խոսք ես լսել, հա, քո այս տարիների մեջ։ Այսինքն, այսօր մենք ստեղ պետքա հավատքի գիգանտներ նստած լինեին։ Բայց երբ որ նայում ենք իրականության մեջ, մենք տեսնում ենք, որ այդքան էլ տենց չի, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։
Գիտես, երբ որ Աստծո խոսքը ասում է հավատքը գալիս է լսելուց, դա լսել նրա ձայնը։ Դու կարաս լսես քարոզ, բայց քարոզի մեջ նրա ձայնը չլսես։ Գիտես, ես հիմա 1 ժամ մոտավոր քարոզելու եմ, դու կարաս այս քարոզը լսես, վեր կենաս, գնաս քո տունը, քո գործերով, բայց այս քարոզի մեջ Աստծո ձայնը չլսես, ու այս քարոզը ոչ մի փոփոխություն քո կյանքի մեջ չի բերելու։ Բայց դու կարաս այս քարոզի մեջ Աստծո ձայնը լսես, սիրելիս։ Այս ամբողջ 1 ժամվա քարոզից կարող է մի հատ խոսք ուղղակի որպես Աստծո ձայնը, որպես ռեմա գա քո սրտի մեջ եւ այդ ռեման քո կյանքը փոխի։ Դու կարաս ժամերով Աստվածաշունչ կարդաս, բայց ու երբ որ դու կարդում ես, դու լսում ես խոսքը, բայց հավատքը լսելուց է, բայց քո հավատքը չի աճում։ Գիտեք, որ կան աստվածաբաններ շատ հմուտ, շատ փորձառու, որոնք որ աթեիստներ են։ Անգիր գիտեն Աստվածաշունչը, ուսումնասիրել են պատմական ձևով, ամեն ձևերով ուսումնասիրած, համալսարաններում դասավանդում են, բայց աթեիստներ են։ Իսկ ոնց ա եղել, որ այդքան կարդացել են, ողն ու ծուծը գիտեն ամեն ինչի, բայց հավատք չի առաջացել իրանց մեջ, որտեվ հավատքը գալիս է ոչ թե լոգոսը լսելուց, այլ ռեման լսելուց։ Լոգոսը դա Աստծո ընդհանրական խոսքն է, ռեման դա այն ձայնն է, որ գալիս է քո սրտի մեջ, որ գալիս է քո հոգու ներսում եւ քեզ ապրեցնում է։ Սրա մասին էր խոսում Հիսուսը, երբ որ ասում էր ժամանակ կգա եւ հիմա է, որ մեռելները, հոգով մեռածները, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգով մեռածները Աստծո որդու ձայնը կլսեն եւ լսողները կապրեն, կկենդանանան։ Դա այն ռեմայի մասին էր խոսում, որ երբ որ ռեման գալիս է քո սրտի մեջ, սիրելիս, դա քեզ չի կարա անփոփոխ թողի։ Երբ որ ռեման գալիս է քո կյանքի մեջ, քո ներսում ամեն բան, ինչ որ բաներ տակն ու վրա է անում։ Երբ որ աշակերտները հարությունից հետո Էմաուսի ճանապարհին Հիսուսի հետ գնում էին եւ Հիսուսը նրանց հետ խոսում էր, դա ռեման էր, որտեվ նրանք գիտեին մարգարեներին, նրանք գիտեին պատմությունները, բայց չէին հասկացել ինչ էր տեղի ունենում եւ Հիսուսը բացատրում էր, Հիսուսը ռեման էր դնում նրանց ներսում եւ գիտեք վերջում, երբ որ Հիսուսը նրանց աչքերից անհետացավ, նրանք ասեցին, չէ՞ որ երբ որ նա մեր հետ խոսում էր, մեր սրտերը վառվում էին մեզանում, մեր ներսում ինչ որ բան կատարվում էր, չես կարող ռեման լսել ու քո ներսում ինչ որ բան չկատարվի, ինչ որ փոփոխություն տեղի չունենա, սիրելիս։ Դրա համար դու կարաս տեղ նստես, վեր կենաս, գնաս, ոնց որ եկել ես, բայց կարաս այս քարոզի մեջ, այս խոսքի մեջ ուղղակի բռնես այդ ռեման, վերցնես քո խոսքը։ Հակոբը ասում էր, Տեր, մինչև չորտնես ինձ, չեմ թողնի քեզ։ Ստացավ ռեման Տիրոջից։ Գիտես ռեման որն էր։ Հակոբը, նրա անունը նշանակում էր ստախոս, բայց Աստված բերեց ռեման նրա կյանքի մեջ, քո անունը Իսրայել է, քո անունը այլևս Հակոբ չի, այլ Իսրայել է։ Եվ այս ռեման ինքը վերցրեց և սկսեց իր կյանքը փոխվել դրանից։ Լսի Տիրոջ ձայնը, իմ գառները իմ ձայնը լսում են։ Իմ գառները իմ ձայնը լսում են։ Անգամ երբ որ տանը Աստվածաշունչ ես կարդում, մի կարդա կրոնավոր սովորության ձևով, որ այսօր էլ պարքս տամ, այսօր էլ 3 գլուխ կարդամ, որ Աստված ավելի ուրախանա ինձնով։ Սիրելիս, երբ որ կարդում ես, դրա մեջ փնտրի Աստծո ձայնը, ասա Տեր խոսա իմ հետ, Տեր ռեմա տու ինձ, Տեր ձայնդ լսել տուր ինձ այս խոսքի մեջ, որ պիտի կարդամ, որտեվ դու կարող ես էջեր կարդալ, փակել ու ոչ մի փոփոխություն չլինի քո մեջ, բայց դու կարող ես մի կարճ հատված կարդալ եւ դրանից Տիրոջ ձայնը, նրա ռեման գա քո սրտի մեջ եւ որոշում ներկայացնես եւ փոփոխություններ բերի եւ քո սիրտը ուղակի վառի, բռնկի, բորբոքի քո ներսը, Աստծո կյանքը գա քո ներսում, սիրել։ Հալելույա։ Իմ գառները լսում են իմ ձայնը եւ հետևում են։ Որքան որ դու թույլ ես տալիս քո ներսը լցվի այս աշխարհի ունայնությունով, այնքան քո հոգևոր ախորժակը փակվում է։ Որքան որ
դու թույլ ես տալիս աշխարհի ունայնությունը աղբը լցվի քո ներսը, քո հոգևոր ախորժակը փակվում է, սիրելիս։ Եվ այդ ժամանակ, երբ որ հոգևոր ախորժակը փակվում է, էսի ճիշտ են ինչի մասին որ խոսում եմ։ Դու կարաս փակ ախորժակով եկեղեցի էլ գաս, կարաս ձեռքերդ էլ բարձրացնես, կարաս փառաբանես, կարաս աղոթես, կարաս ամեն բան անես, բայց ախորժակդ փակ է։ Ախորժակդ փակ է, դու ուղղակի սովորության համաձայն իներցիայի մեջ ապրում ես, բայց ախորժակդ փակ է, երկար ժամանակ է, որ Սուրբ Հոգու հպումը չես վերապրե, երկար ժամանակ է, որ Աստծուց խոսք չես ստացել քո ներսում, երկար ժամանակ է, որ կենթանի այցելություն չես վերապրե Աստծո հետ, հա? Երկար ժամանակ է, որ նրա ներկայությանը մեջ չես վայելե, հա? Չես ուզվե, կամ չես ուրախացե, չես վայելե, վերապրե այդ քաղցրությունը։ Սա նշանակում է, որ դու փակ ախորժակով ուղղակի սովորության համաձայն գործողություններ ես անում։ Եվ քո ախորժակը շատ ժամանակ աշխարհի ունայնություններն են փակում։ Գիտես, երբ որ ասում եմ աշխարհի ունայնություններ, դա չի վերաբերվում մենակ մեղքերին։ Իհարկե ևս մեղքերին, բայց ոչ միայն։ Եփեսացիս թղթում մի հետարքիր տեղ կա, որ կուզեմ անդրադառնանք այդ տեղին։ Եփեսացիս կարծեմ 4-րդ գլխում է։ Տեսեք, Պողոսը խոսում է մի հատ կարգավիճակի մասին, 4-րդի 17-ն, ասում է, արդ սա եմ ասում, որ և վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում, այսինքն այլևս չապրեք ինչպես հեթանոսներն են ապրում, իրանց մտքի ունայնությունով, տեսեք, մտքի ունայնությունով, խավարված են մտքով և օտար Աստծո կյանքից։ Նայեք, ինչ կարևոր բաներ աստեղ ասում Պողոսը։ Ասում է, հեթանոսները այդպես են, բայց դուք էլ որպես հավատացյալ կարա լինի, որ դուք էլ այդ կարգավիճակում հայտնվեք։ Պողոսը գրում է այսի հավատացյալներին, ասում է, զգույշ մնացեք, որ այս կարգավիճակում չհայտնվեք։ Որ կարգավիճակում, նորից կարդամ, ասում է, որ խավարված են մտքով, մտքի ունայնությունով, խավարված մտքով և Աստծո կյանքից օտարացած, զատված, անջատված Աստծո կյանքից։ Գիտես, Աստծո կյանքը հենց այդ նրա ձայնն է, նրա լույսն է, նրա կյանքն է, որ գալիս է քո մեջ ու սկսում է փոխել քեզ, գալիս է քո մեջ ու այդ կյանքը սկսում է, այդ կյանքի ջրերը քո մեջ սկսում են շարժվել ու քեզ փոխել, սիրելիս, ժամանակին համահունչ սկսում ես փոխվել ու փոփոխություններ տենալ, մինչև Աստծո կյանքը չգա քո մեջ, դու չես կարող որևէ բան քո ներսում փոխել։ Կարաս արտակնապես փոխես, բայց ներսումը չես կարող։ Արմատը բարի արեք, պտուղը բարի կլինի։ Ներսդ մաքրի, դուրսդ մաքուր կլինի։ Մենք կարանք ինչ-որ սենց ձևերը գիտենք դուրսը մաքրելու, ներկայացնելու, աստվածապաշտության կերպարանքը ցույց տալու, բայց գիտես ներսի այդ օրիգինալ ճշմարիտ իրականը դա Աստծո կյանքն է անում։ Երբ որ թույլ ես տալիս Աստծո կյանքը գա քո մեջ, ստեղ Պողոսն ասում է, կարա լինի կարգավիճակ մեր կյանքերում, որ Աստծո կյանքից օտարացած լինենք, անջատված լինենք։ Տեսեք շարունակությունը, որ անզգայացած իրանց անձերը մատնեցին անառակության, ամեն պղծության գործերի մեջ ագահությունով եւ ի վերջո, երբ որ Աստծո կյանքից օտարացած ու անջատված ենք լինում, ի վերջո խավարը հաղթանակ է վերցնում մեր վրա, սիրելիս, խավարը իշխանություն է վերցնում մեր վրա, անգամ այդ կերպարանքը, որ մի որոշ ժամանակով կարանք դրսից ներկայացնել, այդ կերպարանքն էլ է ի վերջո փլուզվում, որտեվ խավարը սկսում է իշխանություն վերցնել քո վրա։ Շարունակությունը, գնանք առաջ։
բայց դուք, տեսեք, բայց դուք, ասա բայց ես, Քրիստոսից այսպես չսովորեցիք, Քրիստոսից ասում այսպես դուք չեք սովորել, եթե նրանից լսեցիք, ինչ արեցիք, եթե նրանից լսեցիք, իմ գառները լսում են իմ ձայնը, եթե Քրիստոսից լսեցիք, դուք ասում այս կարգավիճակի մեջ չեք լինի, այս կարգավիճակը ձեր բաժինը չի, եւ նրանով սովորեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսում, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, դուրս անեք եւ ինչ անեք եւ ձեր մտքի հոգով նորոգվեք եւ նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է։ Ում պատկերի Աստծո պատկերի պես։ Հիշում եք առաջին տեղը, որ կարդացինք։ Աստված մեզ ընտրեց, որ իր որդու պատկերին կերպարանակից անի։ Եվ Պողոսը ասում է, թույլ տվեք Աստծո ձայնը, Քրիստոսի ձայնը գա ձեր մեջ, որ Աստծո պատկերին կերպարանակից լինեք։ Ամեն։ Հալելույա։ Որքան որ թույլ ես տալիս աշխարհի ունայնությունը գա քո մեջ, 10 րոպեից ավարտում եմ։ Հա, կարակ չէ դիմանակ։ Վերցնում ես ինչ որ բան այսօր։ Ամեն։ Հալելույա։ Երբ որ խոսում ենք ունայնությունից, դա միայն մեղքերը չեն սիրելիս, դա նույնպես կարա լինի քո առօրյա վազվզոցը, քո առօրյա կենցաղային վազվզոցը նույնպես կարա գա եւ լրացնի այն տեղը, որը որ դու պիտի տաս Աստծուն, լրացնի այն սնունդը, որը որ պիտի երկնքից ստանաս ու վերցնես, լրացնի այն ամենօրյա մանանայի տեղը, որ Հայրը ուզում է քեզ տա։ Ամեն, քո ամենօրյա վազվզոցը կարա գա եւ քո ախորժակը փակի, որովհետեւ դու ժամանակ չունես նրա համար, դու ժամանակ չունես նրա ներկայության մեջ լինելու, դու ժամանակ չունես քո անձը առանձնացնելու Աստծո առաջ, դու ժամանակ չունես նրա ջրերից խմելու, ու գիտես գալիս է մի պահ, որ քո ախորժակը փակվում է, քո առօրյա հոգսերը, խնդիրները, ռանդևուները, վազվզոցը, այս հոգսը, այն խնդիրը, այն պրոբլեմը, ու գիտես անցնում է շաբաթներ, ամիսներ, տարիներ, եւ քո հոգեվոր ախորժակը փակվում է, եւ քո Աստծո կյանքից օտարանում ես, եւ քո միտքը սկսում է խավարվել, քո միտքը սկսում է ունայնանալ, ամեն, թեև դու մարմնով շարունակում ես անել հոգևոր գործերը։ Կարա լինի տենց բան, թե չէ։ Երբ ես ինքդ փափագելու անձնական փոխհարաբերության, առանց միջնորդների։ Գիտես, երբ որ մենք հայտնվում ենք այս սխալ կարգավիճակում, անձնական կապը կորում է, Աստծո կյանքից օտարանում ենք, սկսում ենք հույսներս դնել մարդկանց վրա։ Հա, մեկին զանգում ես, մի հատ իմ համար աղոթի, մի հատ իմ համար ծոմ պահի, մի հատ իմ համար Աստծուց խոսք ասա, մոտենում ես ծառայողի, մոտենում ես հովվի, մի հատ իմ համար, չէ, վատ չի, սա նորմալ է, սա լրիվ նորմալ է այս երևույթը։ Հա, ես հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Այդ ամեն ինչը կարա լինի, բայց գիտես, առաջնային ունեցիր քո կապը Տիրոջ հետ առանց միջնորդների սիրելիս։ Մի փնտրի միջնորդներ, այո, քեզ կարան օգնեն, այո, քեզ կարան բարձրացնեն, այո, քեզ կարան թև ու թիկունք լինեն շատերը, բայց ունեցիր քո անհատական կյանքը Աստծո հետ, ունեցիր քո անհատական անձնական փոխհարաբերությունը Տիրոջ հետ։ Խմի նրա ջրերից, թույլ տու, որ նրա ձայնը գա քո մեջ եւ կենթանացնի քեզ։ Եկեք մի վերջին տեղ կարդանք, 2 Կորինթացիս 3:18։
2 Կորինթացիս 3:18 Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայլու մեջ տեսնելով նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք ինչպես թե Տիրոջ հոգուց Ինչ ասում Բայց մենք ամենքս մենք բոլորս ասում Տիրոջ փառքը ինչպես հայլու մեջ տեսնելով բաց երեսով, այսինքն առանց արգելքի, առանց ինչ-որ պատնեշի, առանց ինչ-որ վարագույրի, բաց երեսով մենք կարող ենք Տիրոջ երեսը տեսնել, Տիրոջ փառքը տեսնել։ Եվ ասում է, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք։ Ինչ է այս փառքից դեպի փառքը? Փոփոխությունն է մեր։ Մենք փոփոխության process-ի մեջ ենք, փառքից դեպի փառք։ Դու թողնում ես քո սխալ բնավորությունները, դու թողնում ես քո սխալ սովորությունները, դու թողնում ես քո մեղքերը, դու թողնում ես քո սխալ մտածելակերպը, դու թողնում ես քո տկար հավատքը եւ դու գնում ես փառքից դեպի փառք, քո հավատքն է աճում, քո մտածելակերպն է նորոգվում, քո կապն է Աստծո հետ ուժեղանում եւ դու հասկանում ես ու նկատում ես ոչ միայն դու, քեզ շրջապատող մարդիկ սկսում են տեսնել նրա պտուղները քո կյանքի մեջ սիրելիս։ Փառքից դեպի փառք, երբ որ փոխհարաբերություն ենք ունենում Աստծո հետ։ Բաց երեսով նրա փառքը տեսնելով, բաց երեսով նրա փառքը տեսնելով, փոփոխությունները գալիս են, երբ որ դու առանձնացնում ես ժամանակ Աստծո համար։ Երբ որ դու անհատական ժամանակ ես ունենում Աստծո համար։ Գիտես, հասարակ բան է, պարզ բան է, բայց սա հիմքային է, սա սյունն է սիրելիս քո կյանքի մեջ, որ շատ անգամ սա տեղի չի ունենում մեր կյանքերում։ Բաց երեսով Աստծո փառքը տեսնելով։ Ժամանակ հատկացրու Տիրոջ համար, առանձնացրու քեզ Աստծո համար եւ կտենաս փոփոխությունները։ Անհնարին է Աստծո հետ հաղորդակից լինես եւ ոչ մի բան տեղի չունենա քո կյանքում։ Անհնարին է մոտենաս կրակին եւ նրա ջերմությունը չլինի քո կյանքի մեջ։ 104 Սաղմոսում ասում է Աստված իր պաշտոնյաներին կամ իր ծառաներին կրակի բոցեր դարձրեց։ Աստված իր ծառաներին, իր պաշտոնյաներին կրակի բոցեր դարձրեց։ Անհնար է որ դու մոտենաս կրակին եւ այդ կրակի բոցը չգա քո ներսում, քո կյանքի մեջ, քո սրտի մեջ։ Անհնար է որ Սուրբ Հոգու կրակը չբորբոքվի քո մեջ սիրելիս ու փոփոխություններ չլինեն։ Եկեք պատճառներ չփնտրենք։ Եկեք թույլ չտանք սատանային պատճառներ ասելու։ Այսօր չգիտեմ, այս մեկը մի քիչ սենց նայեց ինձ։ Այսօր փառաբանությունը ոնց որ թուլ էր, այսօրվա երգերը դուրս չեկան, այսօր քարոզի մեջ այդքան էլ օծություն չկար, չգիտեմ այսօր այս ինչ բանը սենց էր, ինչ արեք չփնտրենք պատճառաբանություններ, անհատական հանդիպի Տիրոջը, առանձնացրու ժամանակ Աստծո համար եւ կտենաս փոփոխություններ սիրելիս, դու կլինես արթնության պատճառ ուրիշների համար։ Կգաս Լիաննա ջան, կամ Տիկո դու արի։ Այսօր դու չես ծառայ, աշխատացնենք քեզ մի քիչ։ Գիտես, մի որոշ ժամանակ առած սիրելներ, ես հասկացա, որ հոգնել եմ, լսել վկայություններ, լսել ինչ-որ բաներ, այն ինչ-որ Հիսուսը անում է ուրիշ տեղերում, ուրիշ մարդկանց հետ։ Գիտես, կա ժամանակ, որ հետաքրքիր է, ինքդ ես փնտրում, փորփրում, գտնում, կարդում, ուսումնասիրում, բայց եկավ մի պահ իմ կյանքում, որ հասկացա եւ ես Տիրոջ ասի Տեր,
ես հոգնել եմ լսեմ, այն ինչ որ դու անում ես Աֆրիկայում, Ամերիկայում, կողքի քաղաքում, Փարիզում, չգիտեմ, այս մեկի, այն մեկի, ես ուզում եմ այդ բաները տենամ իմ կյանքում, ես ուզում եմ տենամ ոնց ես դու իմ մեջ, իմ միջոցով անում այդ բաները, ես ուզում եմ այդ վկայությունները ինքս ունենամ, չէ որ դու նույնն ես ամեն ժամանակ, դու նույնն ես ամեն ուր եւ որտեղ որ քո անունը կանչում են, դու դրսևորում ես քո փառքը։ Գիտես, եկավ իմ մեջ այսպիսի մի նախանձավորություն, եկավ իմ մեջ այսպիսի մի որոշում եւ ասացի Տեր, ես ուզում եմ ու որոշում եմ, որ իմ կյանքում դու սկսես գործել, իմ միջոցով սկսես գործել։ Ես ինքս տեսնեմ քո փառքը, ես ինքս ճաշակեմ քո փառքը, ես չեմ ուզում այն մեկի պատմած վկայությունով մենակ ուրախանամ, թեև ուրախանում եմ, թեև ոգևորվում եմ, թեև հավատքս աճում է, բայց դա ինձ չի բավարարում, դա ինձ հերիք չի Տեր, ես ուզում եմ դու, ինչպես որ ընդեղ ես անում, իմ կյանքում էլ անես։ Եվ թող սա լինի նույնպես քո համար։ Եվ ասեմ, որ երբ որ եկավ ես որոշումը, երբ որ եկավ ես աղոթքը Աստծո առաջ, ես իրականում ավելի շատ սկսեցի տեսնել Աստծո գործերը, Աստծո ներգործությունը, Աստծո փառքը, բայց էլի չեմ բավարարվում, էլի ավելին եմ ուզում, այն ինչ որ կա շատ քիչ է, սա ոչ թե ագահություն է, այլ սա ծարավ է Աստծո հանդեպ, սա ծարավ է հոգևոր բաների հանդեպ, եւ Աստված ուզում է, որպիսի դու ինքդ ունենաս այդ ծարավը, երբ որ Եղիսեն Եղիային պետքա թողներ, Եղիան ասեց ինչ ես ուզում, ասեց այն ինչ որ քո մոտ տեսել եմ, 2 անգամ ավելի մոտ եմ ուզում տենամ, այն ինչ որ քո մոտ ես տեսա, իմ մոտ ուզում եմ 2 անգամ ավելը լինի, քո օծության կրկնակին եմ ուզում, Եղիան չասեց, ոչ էլ Աստված չասեց, ես ինչ ագահություն, ես ինչ գոռոզություն ես անում, այլ Աստված ասեց տալիս եմ քեզ 2 անգամ կրկնապատիկ օծություն, սիրելիս այն ինչ որ հոգևոր բաների հետ է կապված, այդտեղ ագահություն չկա, փափագիր, ինչքան կարաս խմի, ինչքան կարաս ուզեցի, Մովսեսը, երբ որ Աստծո գերբնական բաների մեջ քայլում էր, օրերից մի օր կանգնեց, Աստծուն ասեց Տեր, այն ինչ որ ինձ ցույց տվեցիր, ծովը ճեղքվեց, մանանան թափվեց, հրաշքներ, բան, բայց ես չեմ բավարարվում, ես ուզում եմ քո երեսը տենամ, ես ուզում եմ քո փառքը, ես ուզում եմ դեմ առ դեմ տենամ, այն ինչ որ մինչև հիմա ինձ ցույց ես տվել, Տեր ինձ հերիք չի, եւ Աստված գիտես, ասեց բարձացի, ինձ մոտ մի տեղ կա, սպասի ինձ, եւ ես կանցնեմ քո վրայով, եւ դու կտենաս իմ փառքը, դու կտենաս իմ ողորմությունը, դու կտենաս իմ մեծությունը։ Գիտես նույն կերպով, երբ որ Մովսեսն ու Հեսուն մտնում էին խորան աղոթք անելու եւ ասում է Աստծո ամպը իջնում էր այդտեղ խորանի վրա, տեսանելի ձևով, գալիս էր ժամանակ Մովսեսը դուրս էր գալիս, Հեսուն շարունակում էր մնալ խորանի մեջ եւ վայելել։ Եվ ես հասկանում եմ հիմա ինչի համար։ Ես հավատում եմ, որ նա ասում էր Տեր, ես չեմ ուզում դուրս գամ, ես ավելին եմ ուզում, Տեր ավելացրա քո փառքը ցույց տուր, քո մեծությունը ցույց տուր, որտեվ դա է փոխում քո կյանքը, դա է փոխում քո սիրտը, դա է փոխում քո ընթացքը, սիրելիս։ Հալելույա։ Հալելույա։ Եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա։ Հալելույա։ Իդես արտնությունը սկսում է քեզանից։ Ուրիշ տեղեր կողքերդ արտնություն մի մանարի։ Արտնությունը սկսում է ինձանից։ Արտնությունը սկսում է քեզանից։ Ամեն։ Ասա արտնությունը սկսում է ինձանից։ Արտնությունը բարձր ասա արտնությունը սկսում է ինձանից։ Սիրելիս քո մեջ սկսի քեզնից արտնությունը, սպասի քեզնից։ Գնա Աստծո ներկայության մեջ։ Ուզում ես փոփոխություններ, գնա Աստծո ներկայության մեջ։ Հիսուսը քեզ կանչել է որպես որդի Աստծո, ով որ լսում է նրա ձայնը,
Ինչքան ժամանակ է, որ Աստծո ձայնը չես լսել։ Ինչքան ժամանակ է, որ սրտիդ մեջ նրա ձայնը չես լսել։ Ինչքան ժամանակ է, որ նրա կամքի հայտնությունը չես ունեցել։ Ինչքան ժամանակ է, որ Տիրոջից խոսք չես ստացել։ Ինչքան ժամանակ է, որ Սուրբ Հոգու քաղցրությունը չես վերապրել։ Դա դրանից է միգուցե, որ թշնամուն հաջողվել է քո ախորժակը փակի հոգևոր։ Հալելույա։ Գիտես, երբ որ Աստծո ձայնը գալիս է քո կյանքի մեջ, հաճախակի, այդ ձայնը ունի իր հետևանքները։ Այդ ձայնը փոխում է քեզ, այդ ձայնը հաջողում է քեզ, այդ ձայնը հաջողություն է տալիս, այդ ձայնը իմաստություն է տալիս քեզ, այդ ձայնը իշխանություն է տալիս քեզ խավարի գործերի վրա։ Երբ որ Տիրոջ ձայնը գալիս է քո ներսում, հաստատություն է գալիս, համարձակություն է գալիս քո ներսում, իմաստության հոգին է գալիս, սկսում ես, գիտես, քո միտքը խավարված չի լինում ինչպես կարդացինք, այլ քո միտքը լուսավորված է լինում, դու սկսում ես ամեն բանի պատկերը ավելի պարզ տեսնել, ավելի պարզ հասկանալ, դու չես քայլում այլևս մառախուղի մեջ, մթության մեջ, դու սկսում ես լույսի մեջ քայլել եւ քո շուրջը ավելի լավ հասկանալ իրադարձությունները, քո կյանքի փուլերը, քո կյանքի սեզոնները։ Ես անցած անգամ եղբայրներով, երբ որ հավաքվել էինք ծառայության, ես սա ասեցի, բայց ուզում եմ հիմա էլ ասեմ, գիտես, մեր եկեղեցում այն ինչ որ կապված է առաջնորդության, եկեղեցաշինության, կառավարման հետ, ամեն բան համարյա սիրելներ, ես այն ինչ որ արվում է, այն ինչ որ երբեմն ստեղից հայտարարվում է, ծրագրերը, ամեն այն ինչ որ արվում է, ես դա անում եմ լսելով նրանից։ Մինչև Աստված ինչ որ բան չխոսա, ես չլսեմ, ես աշխատում եմ ինձնով, ինքս իմ մտքով, ինքս իմ հայտնությունով ոչինչ չանեմ։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ բաներ ասում եմ, միգուցե չեմ ասում Տերը այսպես ասեց, Սուրբ Հոգին այնպես ասեց, բայց դրանք բաներ ա, որ ես ծածուկի մեջ լսում եմ նրանից։ Հալելույա։ Հույսով եմ, որ քո ախորժակը մի քիչ բացեցի, հա, մի քիչ գրգռեցի ախորժակդ։ Հալելույա։ Եկեք գնանք Աստծո ներկայության մեջ, արեք մեկ րոպե աղոթքենք և արի թույլ տանք, որ Սուրբ Հոգու հպումը հիմա լինի քո սրտին։ Հալելույա, 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 ռեքերերեյա, ռեմա կաթալա ռաբասայա, շինդորոդորոդոհո յորոդորոյորոնդորոդոհո յարաբասի հելարաբաշիա, հալելույա, հալելույա, սիրելիս ուղղակի աչքերդ փակի, կենտրոնացի նրա վրա, կենտրոնացի Տիրոջ վրա, կենտրոնացի